Ցանկացած իրավիճակից ելք կա նաև Հայաստանը համակած հուսահատությունից։ Երեկ շրջելով Կապանի թաղամասերով ու փողոցներով հայտարարում էին ելք դաշինքի անդամները, ովքեր քարոզարշավի շրջանակներում այցելել էին Սյունիքի մարզ։ Նիկոլ Փաշինյանը կապանցիներին առաջարկում էր օգտվել այս հնարավորությունից եւ քվեարկել իրենց օգտին։ Սիրելի կապանցիներ, խոսում է ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եւ մենք այստեղ ենք ելք դաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչներով։ Այստեղ է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, եւ մենք եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանը համակած հուսահատության փոսից ելք կա եւ ապրիլի 2-ին դուք կարող եք օգտվել ելքի այդ հնարավորությունից, ընտրական տեղամասեր գնալով եւ ելք դաշինքի օգտին քվեարկելով։ Սիրելի կապանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ գլուխներդ բարձր դուխով քվեարկեք ելք դաշինքի օգտին, վերցնելով համար 1 քվեաթերթիկը, որի առաջին էջին գրված է Էդմոն Մարության, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ չուսատվեք ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա, 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 ելք կա։ Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ։ Սա է դաշինքի կարգախոսը, որով էլ պետք է առաջնորդվի խորհրդարան մտնելուց հետո։ Նախընտրական ծրագրում տեղ գտած 30 քայլերից եւ ոչ մեկը մոռացության չի մատնվի, վստահեցնում են դաշինքի անդամները։ Ելք դաշինքի նախընտրական ծրագրում կան մի շարք առանցքային կետեր, որոնցից 1-2-ի մասին կցանկանայի խոսել, օրինակ ճշմարտության հանձնաժողովը, ինչ է դա իրենից ներկայացնում։ Մենք հայտարարում ենք, որ իշխանության գալու պարագայում 1990-ական թվականներից սկսած մինչև օրս տեղի ունեցած բոլոր աղմկոտ եւ չբացահայտված հանցագործությունները, հոկտեմբերի 27, խորխորունու սպանություն, մարտի 1, Սասնա ծռեր, բոլոր այդ աղմկահարույց եւ չբացահայտված հանցագործությունները պետք է բացահայտվեն եւ մեղավորները պետք է պատասխան տան։ Մենք հայտարարում ենք, որ կատարելու ենք պաշտոնյաների գույքի հրապարակային գույքագրում, ունեցվածքի հրապարակային գույքագրում։ Սկսած 90-ականներից մինչև հիմա բոլոր պաշտոնյաները, որոնք պաշտոն են զբաղեցրել եւ այդ պաշտոնավարման ընթացքում ձեռք են բերել նշանակալի գույք, որը գերազանցում է իրենց աշխատավարձը, նրանք պետք է հիմնավորեն իրենց գույքի ծագումնաբանության օրինականությունը, պատկերավոր ասած։ Մենք առաջարկում ենք պարտադիր զինվորական ծառայության փոխարեն 5 տարվա ընթացքում աստիճանական անցում կատարել դեպի պայմանագրային ծառայություն։ Եվ մենք գտնում ենք, որ միջոցներ կան, այսինքն եթե տարվի բաց, թափանցիկ, հարկային քաղաքականություն, եթե ստվերը վերանա, եթե բոլորը սկսեն հարկեր վճարել, կոնկրետ ասենք, շատերը ունեն մեծ քանակությամբ անշարժ գույք, բայց դա չի երևում։ Շատերը ունեն թանկարժեք մեքենաներ, բայց այդ ամբողջ գույքի համար հարկը չեն վճարում։ Բոլորս էլ գիտեք ինչի մասին է խոսքը։ Մենք ունենք բավարար կամք եւ վճռականություն այդ ամենը կատարելու։ Մեզ պակասում է միայն իշխանությունը։ Ելք դաշինքի տեղական տեխնատուները գոհ են քարոզարշավի ընթացքից։ Միայն եղանակն է պատճառը, որ խումբը բազմամարդ չէ, համոզված են նրանք։ Հաշվի առնելով մեր սիրելի քաղաքում տիրող բարոյա հոգեբանական մթնոլորտը, ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում։ Կոնկրետ այսօրվա հետ կապված հաշվի առնելով եղանակային պայմանները, էլի դրական եմ գնահատում։ Համոզված եմ, որ եթե անձրևը չխանգարեր, կապանցիկ կարձագանքեին մեր կոչին եւ կմասնակցեին հանրահավաքին։ Համենայն դեպս բակային հանդիպումներում արկա դրական էներգետիկան նման եզրակացություն անելու հիմքեր է տալիս։ Մեկ ելք ամեն տեղ գտնում ենք։ Անձրև էր հասկանալեր, մարդկանց մենք փորձել ենք այս ձևով իրազեկել եւ դուք տեսնում եք, որ մարդիկ արձագանքում են մեզ եւ ես գտնում եմ, որ ելք ամեն տեղ կա։ Ելքի քարոզարշավին բնակիչները հետևում էին իրենց տներից, պատշգամբներում, իսկ երեխաները միանում էին դաշինքի անդամների կոչերին։
Ինչ կունենանք մենք կախված է նրանից, թե ինչպես կքվեարկեք դուք, քվեախցիկում արտահայտեք ձեր կամքը եւ մենք այն կդարձնենք իրականություն, ասում է падգամավորը։ Իսկ ընդհանուր առմամբ ելքն առաջարկում է, երկիրը պետք է ունենա արժանապատվություն ու հեռանկար, լինի անվտանգ ու պաշտպանված, պատվով ապրելու եւ արարելու միակ ելքը դա է։ Յուրաքանչյուրի սպարտքն է ապրիլի 2-ին մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Այցելելով քվեարկության սենյակ մոտենում եմ մասնագետին, ներկայացնում անձս հաստատող փաստաթուղթը։ Անձը հաստատող փաստաթուղթն են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, տրված լիազոր մարմնի կողմից։ Մասնագետը ստուգում է իմ ինքնությունը, ներկայացված փաստաթղթում արկա լուսանկարի միջոցով եւ փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ։ Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները։ Եթե ես գրանցված չեմ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան։ Այդ դեպքում ինձ դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից։ Եթե սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում իմ անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից։ Եթե ես գրանցված եմ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ չեմ մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան։ Ես ներմուծում եմ իմ աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է իմ քվեարկության կտրոնը։ Մասնագետը կտրոնը եւ իմ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ինձ, որից հետո ես մոտենում եմ ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին եւ տալիս եմ իմ քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է իմ անուն ազգանունը։ Ես ստորագրում եմ իմ տվյալների դիմաց։ Հանձնաժողովի անդամը իմ ստորագրության դիմաց եւ իմ կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը։ Իմ անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում։ Եթե չեմ կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունեմ դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների։ Գրանցվելուց հետո մոտենում եմ հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում կտրոնս եւ ստանում քվեաթերթիկները եւ քվեարկության մեկ ծրար։ Ուշադրություն դարձրու, որ ստանաս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները եւ հիշիր, ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց։ Անցնում եմ քվեարկելու, քվեարկում եմ քվեարկության խցիկում գաղտնի։ Նախ ընտրում եմ այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ եմ։ Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չեմ կատարում։ Իմ ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի տեխնացուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում եմ նրա տվյալները եւ կատարում միատեսակ նշում։ Ապա քվեաթերթիկս առանց ծալելու, հիշիր եւ չմոռանաս, առանց ծալելու դնում եմ ծրարի մեջ, ճիշտ այսպես։ Չօգտագործված քվեաթերթիկները գցում եմ առանձին արկղի մեջ։ Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը եւ թե ինչպես քվեարկեցի, գիտեմ միայն ես։ Ուշադիր, կտրոնդ խցիկում չթողնես։ Եթե չեմ կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունեմ քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու։ Եթե կարծում եմ, որ քվեաթերթիկը սխալ եմ լրացրել կամ վնասել եմ, ապա կարող եմ դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար։ Մոտենում եմ քվեատուփին։ Հանձնաժողովի անդամը վերցնում է իմ կտրոնը եւ առանց քվեարկության ծրարն ինձնից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ես գցում եմ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ եւ հեռանում ընտրական տեղամասից։ Դուք եք ձեր քվեի տերը։